վախից ծնված Ալո։ Դեռ քնած ես։ Լավ Սար, իջի ներքևում քեզ են սպասում, մենք տեղ ենք գնում։ Չէ, Ալի։ Սար, ասում եմ սպասում եմ քեզ իջի։ Բայց քնած եմ, Նարեկ։ Բայց դու արդեն զարթուն ես, Սարա իջի, քեզ եմ սպասում։ Ինչի ես եկել այսքան շուտ։ Շուտ չի։ Նարեկ ժամը 8-ն է։ Շուտ է։ Երեկոյան պետքա տեղ գնանք, չէ՞, պետքա պատրաստվեմ։ Սար, եկել եմ շնորհավոր եմ։ Ինչ։ Սուրբ Սնունդը։ Նարեկ, ինչ ես արթնացրել ինձ։ Սար, քանի ժամում կգնանք ձեր գյուղ։ Ինչ։ Սար, այսօր երեկոյան մենք մեր ընտանիքով հավաքվում ենք ռեստորանում։ Բոլորս, ինչ էլ լինի, պապան մեզ բոլորիս հավաքում է։ Հա, գիտեմ, Նարեկ, ես էլ եմ գալու, բայց դեռ շատ շուտ է։ Քնած եմ։ Սար, հիմա չեն գնում, ես ուզում եմ, որ այսօր մենք գնանք ձեր գյուղ։ Նարեկ, հիմա չէ, էլի։ Սարա, իմաստ չունի սպասել։ Բայց այսօր Մի նեղի, ամեն ինչ նորմալ է։ Ամեն քո ծնողներ են, Սար, մի նեղվի։ Այսօր շատ լավ առիթ է, որ ծանոթանամ ես քո ծնողների հետ։ Խնդրում եմ, Սար, հա։ Գնա պատրաստվի, որ գնանք գյուղ, հետո հասցնենք գնանք ռեստորան։ լավ։ Բարև, բարև, նստի, մի ասա տեսնեմ ոնց ես, լավ, ան ինչքան ժամանակա չես գալիս ընկերություն, Ուղղակի չեմ ուզում աշխատել։ Անսխալ ես անում, սենց կգժվես տանը։ Ամեն ինչ նորմալ է։ Ես արդեն համակերպվել եմ այս վիճակի հետ։ Մամաս կգա տուն, երեխես կծնվի ու ուղղակի մենք պետք է այս 8 տարին անցկացնենք։ Որ հետո Վարդանը գա ու սկսենք միասին ապրել, Վարդանի հետ միասին։ Ինձ թվում էր կկարողանամ քեզ համոզել, որ հետ գաս, որովհետև Տիգրանն էլ է շատ նեղվում, որ չես գալիս։ Իսկ այդ դեպքում բոլորս միասին կլինեինք։ Դուք ուղղակի խնդրում եմ, պետք է հասկանաք ինձ, ես էլ չեմ ուզում գալ ընկերություն, ես չեմ ուզում աշխատելու։ Ես կգնամ մամայի մոտ, երեխու հետ։ Ու հետո մի բան եմ որոշել, պետք է մամային ասեմ։ Ես պետք է մամայի հետ խոսեմ։ Աննա, ինչ ես որոշել։ Կասեմ հետո։ Հետո կասեմ։ Էլ մի լացի, որ լացում ես, ինչն է լացում։
Արի մոտս, արագս։ Արի։ Այդ չլացես, հա։ Արի մոտս։ Չէ, լացիմ։ Ենում ես, որ լացում ես ինքն էլ ներվում լացում է։ Վերջ էլ չենք լացում։ Չէ, իմ արը, մի լացի։ Վերջել ոչ մի արդյունք չի լինելու, մենք պետքա սովորենք։ Հա։ Ապրել առանց Վարդանի, մենք պետքա ուժանենք։ Պես արևս մաման էլ չի լացի։ Բարի լույս, պապ։ Բարի լույս, աղջիկս։ Արևիկը ինձ խոսք է տվել, որ գնալու ենք խանութ։ Ինչի համար։ Որ նոր շոր առնենք։ Բա ուր է։ Քնած։ Ես ուզում էի նոր սիրուն շորիկ հագնել։ Ես լսեցի, որ դու բողոքում ես։ Ինչ լավ է բարեհաճեցիր արտնական։ Քեզ թվում է ես չէի լսում, որ րոպեն մեկ սենյակից դուռը բացում էիր, հա? Գնամ հագնվեմ։ Գնա։ Գնալու եք, չէ՞ խանութ։ Հա, իհարկե։ Պապ։ Դու հիմա ավելի հաճախ ես տանը լինում, քան առաջ։ Բայց ես քեզ հիմա ավելի շատ եմ կարոտում, որովհետև դու մեզ հետ չես խոսում։ Կամ սենյակում փակված ես, կամ լուր նստած։ Չգիտեմ, աղջիկս։ Չեմ կարողանում։ Չգիտեմ, կկարողանամ արդյոք նորից նորմալ ապրել։ Պապ։ Չեմ կարողանում նայել աննա աչքի։ Չեմ կարողանում տեսնել նրա տառապանքը։ Անգամ ընկերությունից է հրաժարվել։ Ես պիտի շարունակեմ նորմալ ապրել, հա։ Չգիտեմ։ Պապ, հասկանում ես, Աննային ուղղակի մի փոքր ժամանակ է պետք։ Այսքան տարիների ընթացքում ես հասցրել եմ ճանաչել նրա բնավորությունը, եթե նա մի բան որոշել է, ուրեմն երբեք չի փոխի որոշումը։ Պապ, այսօր չի գա։ Դե ամեն ինչ անեմ, որ գա։ Լավ, պապ, ես գնամ Սոնայի հետ, խոստացել եմ։ Նորմալ է ամեն ինչ։ Շատ։ Լուրջ։ Հա, Աննա ջան, անկեղծ ասած ես ինքս էլ շատ անհանգստանում էի, բայց երբ ստացա հետազոտությունների արդյունքները, արդեն լիովին հանգիստ էի։ Ոնց էի վախենում։ Գիտեմ։ Չլավ է, գոնե մի լավ բան եղավ։ Անցած հղիության հետ կապված բարդությունը այս անգամ չկա։ Դու կարող ես հանգիստ լինել, իհարկե միևնույն է կգտնվես իմ հսկողության տակ, բայց այս պահին ամեն ինչ նորմալ է։ Աննա ջան, խնդրում եմ միայն չհուզվես։ Չէ, վերջ, այս անգամ հաստատ։ Իսկ չես ուզում սերը իմանաս բալիկի։ Իսկ հնարավոր է։ Դե կարող ենք փորձել։ Հա, ուզում եմ։ Դե գնանք։